Մարդասպանին ներում շնորհելով ադրբեջանական կողմը խախտել է ինչպես միջազգային իրավունքի նորմերը, այնպես էլ ներպետական օրենսդրությունը։ Կատարվածը հարված էր հունգարական արդարադատությանը, Հունգարիայի միջազգային իմիջին։ Հայկական կողմին հասցված է իրոք վիրավորանք, պետք է ասեմ Հունգարիայի կողմից առնվազն։ Իրավաբանները հավաստում են, 1983-ի Ստրասբուրգի կոնվենցիան պահանջում է, որ ամեն մեղավոր պատասխանատվության ենթարկվի իր հանցանքի համար։ Եվ պետությունը չի կարող այնպիսի վերապահում կատարի միջազգային պայմանագրին, որը հակասում է դրա էությանը եւ այդ պայմանագրի նպատակին։ Ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը միջազգային իրավական հարթության վրա արդարությունը վերականգնելու համար։ Միջպետական վեճերի քննության համար անհրաժեշտ է երկու պետությունների համաձայնությունը։ Դժվար թե կարելի է իրատեսական համարել, որ Ադրբեջանը համաձայնություն կտա, որպեսզի այս խնդիրը, այս հարցը քննվի միջազգային դատական ատյանի կողմից։ Իրավաբանները միահամուռ են, որ արդարության հասնելու համար պետք է մեկտեղվեն ջանքերը։ Այս պահին հստակ է միայն այն, որ ազերի մարդասպանից հրաշքով փրկված մյուս սպան կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Օֆելիա Կամավոսյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։